Չմոտենաս, հա, չմոտենաս, չի կարելի կուկուս, կուկուս, տեսնում եք ասմա ինչ, իմ շատ սիրելի ժողովուրդ, ես և կուկուսիկը այսօր պետք է խոսենք արևածաղկի մասին, տեսնում եք ինչ ընտիր արևածաղիկ է, չմոտենաս կուկուս, չմոտենաս, չի կարելի, չմոտենաս, հա, կարելի է, լավ, կարելի է, դե ամաչի իմ կուկուս, ամաչի իմ կուկուս, ամաչի, դե ամաչի, ապրի կուկուսի, դե պաչիկ արա, պաչիկ, արևածաղիկ ուտելում, շատ առողջարար եմ, նույնիսկ անգամ արևածաղկի ծաղիկներն անգամ, երբ այդ դեղին ծաղիկները մենք պատրաստում ենք թույլ, այն նույնպես շատ առողջարար է, շնչելն անգամ առողջարար է, երբ անցնում ես մեծ արևածաղկի դաշտերի միջով, կարելի է կանգնել, շնչել, թոքերի համար առողջարար, օրգանիզմի համար շատ անհրաժեշտ և կարելի է ասել, այնտեղ գտել եմ, որ օդը չափից ավելի մաքուր է լինում։ Արևածաղկը բոլորս գիտենք, որ կալորիականությամբ շատ բարձր է, այն չի կարելի չարաշահել նրանց, ովքեր ունեն քաշի խնդիր, բայց այն կարելի է օգտագործել անգամ մեծ քաշ ունեցողներին 15-ից 20 հատ օրը, որովհետև կա նրա մեջ միկրոէլեմենտների և հանքանյութերի հրաշալի բաղադրություն, ճարպանյութեր, որոնք օրգանիզմի համար շատ առողջարար են և բարձրացնում են օրգանիզմի դիմադրողականությունը, խթանում են նյութափոխանակությունը, խթանում են սրտի նորմալ աշխատանքին, խթանում են նաև արհեստամոքսային տրակտի աշխատանքին, այնպես որ իմ շատ սիրելի ժողովուրդ, եթե ուզում եք ձեր օրգանիզմը առողջ լինի, անպայման պետք է սնվեք առողջ սննդակարգով, մանավանդ որ հիմա հիվանդությունների թիվը շատացել է, էկոլոգիան վատացել է, մեքենաների այդ գազերը, արտաթորանքները բոլորը ազդում են և բնության վրա և իհարկե մեր վրա, նույնպես դրա համար պետք է օգտագործել այն սննդակարգը, որը ձեզ անհրաժեշտ է։ Իհարկե մեր կուկուսիկը սիրում է նաև ոչ միայն ինքը այդպես ուտել, տեսնեք ոնց է ուտում, այլև սիրում է, որ ես իրեն հյուրասիրեմ և տամ։ Սիրելի իմ ժողովուրդ, օգտագործում ենք այն, ինչը բնությունն է մեզ նվիրել, օգտագործում ենք այն, ինչը որ մեզ շատ օգտակար է։ Սիրում եմ ձեզ։ Ապրի կուկուսիս։